Բարև ձեզ, ուզում եմ մի պատմություն պատմեմ ձեզ, ուրեմն մոտ 1 տարի առաջ Ժնև քաղաքում պարլամենտական համաժողովի ժամանակ հանդիպեցի մի ռուս պաշտոնյայի, որը նույնպես եկել էր եւ մասնակցում էր այդ միջոցառմանը, իմ գործընկերը չէր, բնական է, հենց միջին դասի պաշտոնյա էր, որին ճանաչում եմ տարբեր հանդիպումների ժամանակ հանդիպել եմ հետը։ Եվ բարևից հետո այդ մարդը շատ նեղսրտած հարձակվեց ինձ վրա մի խոսույթով, որը ինձ մոտ ժպիտ առաջացրեց, ես բնական է իրեն հանդարտեցրեցի, ասեցի, որ ինքը սխալվում է եւ բացատրեցի իրեն մեր դիրքորոշումը, շատ կարճ ժպիտով, ինչպես ես սիրում եմ անել, եւ պետք է ասեմ, որ ինչու հիշեցի այս պատմությունը, որովհետեւ հիմա տենց թերթում եմ Facebook-ը եւ աչքովս հաճախ ընկնում է Կալուգացի Սամվելի թիմակիցների հայտարարությունները եւ ասեմ, որ կատարյալ ձևով համընկնում է այդ խոսույթը այն խոսակցության հետ, որ ես ունեցա։ Իսկ ինչի մասին էր այդ խոսակցությունը։ Այդ ռուս պաշտոնյան նեղսրտում էր, ասում էր դուք մեզ հանեցիք տարածաշրջանից եւ բերում եք թուրք-ադրբեջանական գործընկերներին եւ դառնալու եք իրենց այսպես ասած կամակատար եւ այլ, ես ասում եի հարգելիս, նախ դուք եք տարածաշրջանը լքել, դուք եք մեզ լքել ամենադժվար պահին եւ երկրորդը մենք ինքներս կորոշենք, թե մեր հարևանների հետ ինչ հարաբերություններ կունենանք եւ ինչ ձևով կաշխատենք, ինչը շատ զայրացնում էր։ Այս ամբողջ պատմությունը իրականում խաղաղության մասին է, որովհետեւ նորություն ասած չեմ լինի, որ ասեմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում ձեռ չի տալիս մեծ գերտերություններին, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այդ պարագայում ինքը չի կարող լինել այստեղ մոդերատոր, չի կարող լինել մի դերակատար, որը որ ինչ որ ձևով պետք է ճակերտավոր խաղաղություն ապահովի, իսկ իրականում պատերազմ, հավերժ պատերազմ ապահովի, որպեսզի լծակ ունենա Հայաստանի Հանրապետության վրա առաջին հերթին եւ Ադրբեջանի, որովհետեւ գաղտնիք չէ, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը իրենք համարում են իրենց առնվազն իրենց ազդեցության գոտին եւ այս ընտրությունները, այս խոսակցությունները, այդ խոսակցությունները են գցում, որ թե իբր 300,000 ադրբեջանցի պետք է գա եւ այլ։ Նման խոսակցությունները սին են, սուտ են եւ գոյություն չունեն։ Այդ խոսակցությունները եղել են ի պատասխան Ղարաբաղի դեպքերից հետո Հայաստանի որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացած վերադարձի մասին խոսակցություններին ի պատասխան Ադրբեջանի կողմից արված եւ դա տարօրինակ չի, բայց այդ բոլոր խոսակցությունները օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո նկատի չունեն բովանդակային իմաստով միայն, այլ ոչ այդ ոճը մեկը մյուսի նկատմամբ ինչ որ պահանջներ ներկայացնելու ոճը այլևս չկա եւ մենք կառուցում ենք խաղաղություն եւ այդ խաղաղությունը կառուցելու հարցում ամենակարևոր քայլը անելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ինչպես 2021 թվականին ընդամենը պատերազմից 6 ամիս անց անհավանական հայ ժողովուրդը իր իմաստությամբ, իր զգայարաններով եւ իր գիտելիքներով ուղղակի փակուղու մեջ գցեց աշխարհաքաղաքական բոլոր պլանները, բոլոր երկրների պլանները եւ վերահաստատեց իր անկախությունը եւ ինքնուրույնությունը եւ հունիսի 7-ի ընտրությունները նույնպես լինելու են խաղաղության եւ պատերազմի մասին, ցավոք, անկախ նրանից, որ մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք այս մի քանի կարճ պատերազմից ազատ տարիների ընթացքում մեր տնտեսության, մեր ապրելակերպի, մեր ազատությունների մեջ,
այնուամենայնիվ այդ ընտրությունը լինելու է խաղաղության եւ պատերազմի, հավերժ պատերազմի մասին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կախվածության մեջ է Ռուսաստանից, որտեղ ռուս օլիգարխը, կալուգացի օլիգարխը նայիչի, նայողի կարգավիճակով ստեղ վարչապետներ եւ պաշտոններ է բաժանում, որտեղ ինքը չի կարող լինել եւ ցանկություն էլ չունի լինել որևիցե պաշտոնի, որտեղ մշտապես կա կախվածություն, չկան այլևս ընտրություններ եւ այն մոդելը, որը որ իրենք պատկերացնում են, դուք կարող եք տեսնել համացանցում, հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ուստի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կարելի է ասել եւս մեկ անկախության հանրաքվե է եւ այս անգամ խաղաղության եւ անկախության հանրաքվեն պետք է հավաքի մաքսիմալ քանակով ձայն եւ ռուսական, բելարուսական օլիգարխները, նախկինները իրենց խոսույթներով, որոնք որ դուք լսում եք, հա, տեսնում եք այն ձայնագրությունները, որոնք հրապարակվում են քննչական կոմիտեի կողմից, որտեղ իրենք ուզում են վերադարձնել այն անցյալը, որը որ կորցրել են, որ իրենց լող լավ լինի, որ իրենց մոտ շարունակվի այն խրախճանքը, որը որ իրենք տասնամյակներ շարունակ անում էին Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի գլխին, ասելով, որ դե դիմացեք, մենք սա անում ենք, մենք սա անելու իրավունք ունենք, մենք կեղծում ենք ընտրությունները, մենք թալանում ենք, բայց կա անվտանգություն, ճակերտավոր անվտանգություն, այն ժամանակ, երբ որ անընդհատ սահմանին մարդ էր զոհվում։ Լինեմ կարճ, հունիսի 7-ին մենք պետք է փակենք այս միասին ձեր օգնությամբ, ձեր սատարմամբ մենք պետք է փակենք այդ էջը, անցյալի էջը, պատերազմի էջը, մեր երեխաների մահանալու էջը, Հայաստանից փախնելու էջը, օլիգարխների էջը, դրսից ներմուծված օլիգարխների էջը մեկ ընդմիշտ։ Եվ ես հավատում եմ դրան եւ շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ամեն օր մենք առնչվում ենք։ Լավ եղեք։